Շուտով 2026-ն է և դա նշանակում է, որ իդեալական ժամանակն է տարվա ամփոփում անելու։ 2025-ը սկսվեց ծովում, իսկ ծովը իմ ամենասիրած տեղն է այս աշխարհի վրա։ Ճիշտ է, ցուրտ էր և մենք չենք մտել ծովը, բայց թեկուզ մենակ այն, որ ես եղել եմ այդ ժամանակ ծովում, իմ համար արդեն իդեալական տարվա սկիզբը։ Տարին սկսվում է իմ ծնունդով, ծնունդիս տանում շատ սպասված նվեր, ամուսնուցս GoPro կամերա, որի մասին ընդամենը մի անգամ է իրեն ասել ու ինքս զուտ ֆիքսել էր։ Հաջորդ շատ հաճելի պահերից մեկը իմ ու Սուրենի Վրաստան գնալն էր իրար հետ, որովհետև ես Վրաստանում եղել էի, բայց շատ էի ուզում Սուրենի հետ գնալ։ Հաջորդ ու երևի ամենամեծ ուրախությունը 2025-ի էդն էր, որ Սուրենի ինձ նվիրեց շոկոին։ Շոկոյի մասին ես երազել եմ ամբողջ կյանք ու երևի ավելի մեծ նվեր չէր կարա լիներ իմ համար։ Ես նաև դուրս եմ եկել աշխատանքից, որից շատ վաղուց ուզում էի դուրս գալ։ Սուրենը տեղափոխվեցինք իրար հետ ապրելու։ Դա շատ դժվար փուլ էր, բայց ամենաերջանիկ պահերից մեկն էր ու ամենակարևոր որոշումներից էր, որ մենք կայացրեցինք։ Այս տարի ամուսնացան նաև իմ 3 շատ մոտ ընկերուհիները ու ես եղա նրանց հարսանիքներին։ Գնեցի նոր հեռախոս ու դա եմ համարում մեծ ձեռքբերում։ Որդեգրեցինք մեր երկրորդ շունիկին, Ռիկին, ինքը ուրիշ երջանկություն բերեց մեր կյանք։ Ես ու Սուրենը նշեցինք մեր ամուսնության 1 տարին ու այս տարվա ամենասիրուն պահերից մեկն էր։ Վերջապես սկսեցի վարել իմ YouTube-յան էջը, ինչի մասին շատ վաղուց երազում էի ու ոչ մի կերպ չէի կարողանում ռեալիզացնել։ Եթե դեռ չես նայել իմ Make-up Talks-երը, գնա շուտ նայ։ Սկսեցի զբաղվել իմ առողջությամբ, սկսեցի ճիշտ սնվել, հաճախել մարզասրահ պարբերաբար, ունեմ արդեն շատ մեծ արդյունք, որի համար շատ ուրախ ու հպարտ եմ։ Եվ թող 2026-ն լինի երազանքների տարի։